Հայաստանում այսօր նշվում է գիրք նվիրելու օրը, բայց արդյոք միայն մեկ օրը բավարար է ընթերցանության մշակույթ ձևավորելու համար։ Թվային աշխարհում, որտեղ տեղեկատվությունը հասանելի է մեկ հպումով, ինչ վիճակում է դասական գրադարանը։ Մենք ընթերցողի կորուստ չունենք, եթե ոչ ավելի շատացել են հաշվի առնելով, որ օգտվում են նաև թվային տիրույթից։ Տվյալները խոսուն են, եթե 2024 թվականին գրադարանն ունեցել է շուրջ 500,000 ֆիզիկական նյութերի շրջանառություն եւ մոտ նույնքան էլեկտրոնային ընթերցում, ապա 2025-ին ֆիզիկական ցուցանիշը նվազել է մոտ 200,000-ով։ Մինչդեռ էլեկտրոնային ընթերցումը գերազանցել է 500,000-ը։ Գրադարանն արդեն ավելի քան 1 տասնամյակ իրականացնում է թվային փոխակերպման քաղաքականություն։ Ազգային գրադարանի տնօրենի խոսքով թվայնացվում է հայ գրականությունը սկսած 1512 թվականի առաջին հայատար տպագիր գրքից մինչև 1950-ականներ հեղինակային իրավունքի սահմաններում, սակայն գրադարանը միայն գրքերի շրջանառություն չէ։ Այսօր գրադարանները ոչ միայն ընթերցանության տեղ են, այլ նախ եւ առաջ հասարակության համար շփման, հանդիպման, առանձնանալու վայր է եւ մեծամասնությունը մեր այցելուների շատ դեպքերում անպայման չի որ օգտվի գրադարանային հավաքածուներից։ Գալիս են մարդիկ իրենց կրիչներով, իրենց համակարգիչներով, հիմնականում կարող են գալ աշխատելու այդ լռության մեջ։ Ազգային գրադարան հաճախում են ոչ միայն հայերը, այստեղ ընթերցողներ կան Իրանից, Հնդկաստանից, Ռուսաստանից, Ուկրաինայից, Սփյուռքի տարբեր համայնքներից։ Գրադարանը դարձել է բազմամշակութային ներառականություն ունեցող հարթակ։ Հավաքածուն շուրջ 8 միլիոն միավոր գիրք, պարբերական ոչ գրքային նյութ։ Թեև համալրման բյուջեն համեմատաբար լավ է, այնուամենայնիվ միջազգային գիտական հրատարակությունների ձեռքբերման կարիք միշտ կա։ Այս տարի, օրինակ, գրադարանին նվիրաբերվելու են արտերկրում հրատարակված հայագիտական աշխատություններ։ Ջուլիանը նաև կարևորում է գրադարան եւ գրադարակ հասկացությունների տարբերությունը։ Գրադարան գաղափարը ինքը շատ ավելի հանրային նշանակություն ունի սկզբունքորեն դրանք գրադարանը գրքերը չի որ դրված է գրադարակների վրա։ Նրա խոսքով գիրք նվիրելու օրը չպետք է դառնա պարզապես ավանդույթ, այլ շատ կարևոր է հասկանալ ինչու են նվիրում գիրքը։ Ինչ անել, երբ երիտասարդ սերունդն ավելի շատ ժամանակ է անցկացնում հեռախոսներում։ Տնօրենը համոզված է, խնդիրը ոչ թե միայն տեխնոլոգիաներն են, այլ ընթերցանության մեթոդաբանության բացակայությունը դպրոցներում։ Շատ կարևոր է, որ մենք իրոք դպրոցում ունենանք ոչ թե այդ պարտադիր ընթերցանության ցանկերը, այլ ունենանք ընթերցանության մեթոդաբանությունը, ինչպես ճիշտ ընթերցել, որովհետև աշխարհում կան արդեն ընդունված չափանիշներ, օրինակ ընթերցանության արագություն, ընթերցանության հիման վրա էսսեներ գրել, որը երեխայի վերլուծական միտքն է զարգացնում եւ այլն։ Ցավոք սրտի այսօր մենք այդ մեթոդաբանությունը, եթե կիրառվում է, շատ քիչ են կիրառվում։ Նրա խոսքով ճիշտ կիրառության դեպքում նույնիսկ թվային գործիքները կարող են ծառայել ընթերցանության խթանմանը, ձայնագրքեր, թվային հարթակներ, տեսանյութեր, իսկ օրինակն ամենից առաջ ընտանիքն է։ Եթե ընտանիքում կարդում են եւ երեխան փոքրուց տեսնում է գրքերը ոչ թե գրադարակները, այլ գրքերը, որոնք իրոք ընթերցվում են, գրքերը, որոնք գործածվում են, բնականաբար ուշ թե շուտ երեխան գալու է դրան, այսինքն իր հետաքրքրություններից ելնելով։ Բայց դե աշխարհը շատ փոփոխական է եւ այսօր արհեստական բանականությունը կարծում եմ ծուլացրել է մեզ մեր ուղեղը։ Այսպիսով գիրքը մնում է արդիական արհեստական բանականության դարում, բայց հարցը միայն գիրք նվիրելը չէ, հարցը համակարգային մտածողությունն է, կրթությունից մինչև մշակութային քաղաքականություն։ Գիրք նվիրելու օրը կարող է լինել հիշեցում, բայց ընթերցող հասարակություն ձևավորելու համար պետք է ամենօրյա աշխատանք։ Նարինե Ղուկասյան, Մանուել Ստեփանյան, Ռադար Արմենիա։